Ազատությունը ուղիղ հեռարձակման այս պահին աշխատում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է եւ վաղ այստեղ քաղաքացիների հոսքը արդեն սկսել է եւ նրանք այցելում են հուշահամալիր իրենց հարգանքի տուրքը մատուցելու 15 թվականի զոհերի հիշատակին այսօր վաղ առավոտյան այստեղ էր նաեւ կառավարական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ մինչեւ նրա մուտքը եւ նրանց այցելությունը Ծիծեռնակաբերդի տարածքը փակեր թե քաղաքացիների թե լրատվական միջոցների համար այստեղ վարչապետը այցից առաջ նաև ուղերձ էր հղել կրկին խոսել այն մասին որ ինչպես ինքն էր ձևակերպել մեծ եղերնը թույլ չտալու համար պետք է այնպես անել որ եղած խաղաղությունը պահպանվի Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքում եւ պետք է այնպես անել որ հետագայում միջազգային խաղացողների խարդավանքների արդյունքում այսպիսի բան այլևս տեղի չունենա ուղերձից հետո արդեն ինչպես արդեն ասացի այցելել էր հուշահամալիրի տարածք եւ կառավարության անդամների հետ միասին ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին Մեծ եղերնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։ Ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու եւ մեծ եղերնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է։ Այս մտածումների եւ հաստատակամության վրա է հիմնված մեր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։ Ձեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսևորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը, ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու մեր այսօրը եւ գալիքը լավը դարձնելու համար։ Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ մեծ եղերնը միջազգային խաղացողների մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ Մեր գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ մեծ եղերնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19-րդ դարի կեսերից եւ իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։ Վարչապետի եւ կառավարական պատվիրակության հեռանալուց մոտ 1 ժամ անց հուշահամալիր այցելեց նաեւ ամենայն հայոց կաթողիկոսը բարձրաստիճան հոգեվորականների ուղեկցությամբ կաթողիկոսը արդեն մի քանի տարի է ինչ Ծիծեռնակաբերդ է այցելում առանց պաշտոնյաների այս տարի առավել եւս նրանց միասին լինելը այստեղ շատ քիչ հավանական էր եւ հենց այդպես էլ եղավ ես նշեմ որ կաթողիկոսը մինչեւ գալը կրկին ուղերձով էր հանդես եկել եւ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ հայտարարել է հատկապես վերջին ամիսներին երբ կաթողիկոսին հեռացնելու ծրագիր է որդեգրել եւ գնում է այդ ուղղությամբ բազմաթիվ անգամներ ուղիղ հայտարարել է եւ չի թաքցրել իր վրթովմունքը որ ամենայն հայոց կաթողիկոսը իր տարբեր ուղերձներում հիշատակում է Արցախի մասին այսօր կաթողիկոսի տարածած ուղերձում կրկին խոսվում էր ցեղասպանությունների դրանց շարունակականության եւ
մասին եւ այս հենց սրան զուգահեռ հիշատակվում էր նաեւ Արցախը եւ Արցախից բռնի տեղահանությունը, որ տեղի ունեցավ 2-3 տարի առաջ եւ կաթողիկոսը նաեւ այստեղ կարճ խոսքով հանդես եկավ, հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել, լրագրողները մասնավորապես փորձում էին հարցնել, թե ինչպիսի դիրքորոշում ունի վեհապարը այն փաստի վերաբերյալ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գրել է նախընտրական ծրագրում կաթողիկոսին հեռացնելու իրենց հանձնառության մասին եւ պատրաստվում է առաջիկա տարիների նաեւ դրան հասնել, հրաժարվեց վեհապարը արձագանքել որևէ հարցի, առաջարկեց լրագրողներին օրվա խորհրդի համատեքստում մնալ եւ այլ հարցեր չուղղել եւ այստեղ կրկին իր խոսքը հենց վերաբերվում էր օրվա խորհրդին։ Սրբոց նահատակած նվիրական այսօրը մենք մեր եկեղեցականացից հետ աղոթք առ Աստված բարձրացրեցինք հայցով, որ Տերը իր շնորհը, սերը եւ խաղաղությունը հեղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի ազգս հայոց սիրով միաբան համերաշխ եւ ոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր փորձությունները եւ մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն, իր առաջընթաց ու հզոր կյանքը խաղաղության եւ անվտանգության պայմաններում մեր հայցն ու աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ Տերը մշտապես օգնական ու պահապան լինի ազգիս հայոց, ի Հայաստան եւ իսպյուրս։ Աստված օրհնի մեզ ամենքիս։ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում եկեղեցին ճանապարհ բացեք, օրվա խորհրդից հարցազրույց չեք տալիս։ Ապրենք օրվա խորհրդով։ Հիմա դուք ճանապարհը կապված գիրքը Մասում Քարանը, որ դուրս էիք բերել, դա ինչի նշան էր, ինչու եք որոշել հիմա հանեք, որտեղ անցած տարի կարծես թե չկար։ Ինչ նպատակ ուներ։ Դա գոնե բացատրեք, հասկանանք ինչի մասին է խոսքը։ Այդ հարցին կպատասխանի մեր լուսարարապետը այլ առիթով։ Իդեպ նշեմ, որ այս տարի հանրային հեռուստաընկերությունը կաթողիկոսի այցը Ծիծեռնակաբերդ եւ այստեղ հնչեցրած խոսքը նաեւ եթեր չհեռարձակեց, անցած տարի հեռարձակվել էր նրա խոսքը, իսկ այս տարի դա տեղի չունեցավ եւ սա կրկին այն պայմաններում, երբ այս տարի իշխանության եւ եկեղեցու հարաբերությունները թեվակողեցին առավել լարված փուլ եւ ուղիղ հայտարարվեց եկեղեցու մի շարք հոգևորականների, այդ թվում վեհապարին հեռացնելու իշխանության ծրագրի մասին։ Ես նշեմ, որ վաղ առավոտյան վարչապետի այցից հետո Ծիծեռնակաբերդ այցելեց նաև Աննա Հակոբյանը, բազմաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, նա միայնակ էր, նրան ուղեկցում էին միայն անվտանգության աշխատակիցները, լրագրողները փորձեցին նրան հարցեր ուղղել, սակայն նրանց դա չհաջողվեց, նախ Աննա Հակոբյանը լուռ էր, որևէ հարցի չարձագանքեց, հետո արդեն անվտանգության աշխատակիցները ամեն ինչ արեցին, որ հնարավոր չլինի նրան մոտենալ։ Տիկին Հակոբյան, ձեր հիմնադրամը նախընտրական այս փուլում հնարավոր է դադարեցնի բարեգործությունները։
Քաղաքացիներին զուգահեռ այստեղ նաև ընդդիմադիր գործիչներն են, կաթողիկոսին օրինակը ուղեկցում էր ուժեղ Հայաստան կուսակցությունը, նրա անդամները Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, նախատեսվում է նաև երկրորդ նախագահի այցը, բայց թե որ ժամին չեն հստակեցրել, այստեղ այցելելու են նաև մյուս ընդդիմադիր ուժերը եւ մենք, քանի որ մի ժամը մեկ ուղիղ եթերում կլինենք եւ ձեզ ավելի թարմ տեղեկություններ կհաղորդենք նրանց այցից հետո արդեն հնարավոր կլինի ներկայացնել թե նրանք ինչ խոսքով եւ ինչ ուղերձներով այստեղ հանդես եկան, իսկ այժմ դուք կարող եք հետեւել եւ շարունակել իրադարձություններին հետեւել մեր հարթակներում ուղիղ հեռարձակմամբ։